Երբ գերմանացի բժիշկները վերադարձան Երևան, նրանց դեմքերին ոչինչ չէր կարդացվում։ Ամիսներ շարունակ նրանք ուսումնասիրում էին բժշկական փաստաթղթեր, որոնք պահվում էին այնպիսի ռեժիմով, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը չգիտեին դրանց մասին։ Դեղամիջոցների ցանկը, որը նրանք տեսան, բացահայտում էր ախտորոշում, որը խորհրդավարության մեջ էր պահվում 2 տասնամյակից ավելի։ Բայց անմիջապես հետո, երբ փորձագետները պատրաստվում էին հրապարակել իրենց եզրակացությունները, այդ փաստաթղթերը անհետացան, առանց որևէ հետքի թողնելու։ Ով էր դրանք վերցրել։ Եվ ինչու այդ բժշկական գաղտնիքները պետք է մնային ընդմիշտ թաղված։ Միլիարդներ էին իսկույն շարժվում հաշիվներից հաշիվներ։ Հայաստանի քաղաքական էլիտայի սրտում ինչ-որ մեկը գիտեր ճշմարիտությունը։ Այս տղամարդը, որը տասնամյակներ շարունակ կառավարում էր խորհրդարանական թևը, որը նստում էր բոլոր տոնական ընթրիքներին և սեղմում էր ձեռքեր տերերի հետ, փոխարինվեց։ Ոչ թե քաղաքական սկանդալով, ոչ թե ձայների արդյունքներով, այլ ինչ-որ բանով, որը կատարվում էր նրա ներսում։ Նրա խոսքերը սկսեցին խառնվել, դեմքը կորցրեց իր սովորական արտահայտությունը, ձեռքերը դողդողում էին այնպես, ինչպես երբեք չէին դողացել նույնիսկ ամենաշոշափելի բանակցությունների ժամանակ։ Բայց պաշտոնական բժշկական եզրակացությունը կարդում էր ընդամենը մի բառ՝ ինսուլտ։ Արդյոք դա ճշմարտություն էր, թե խորամանկ քողարկում մի ավելի մռայլ գործընթացի, որը սկսվել էր շատ ավելի վաղ և որի մասին նրա ամենամոտ մարդիկ փորձում էին չխոսել։ Ինչպես մեկը, ով տիրապետում էր խոսքի և հանրահավաքների արվեստին, հանկարծակի դարձավ մի ստվեր։ Երբ նրա անձնական բժիշկը գալիս էր, դա տեղի էր ունենում խորը գիշերվա ժամերին, երբ պահակները փոխում էին հերթափոխը, երբ ոչ ոք չէր նկատելու անծանոթ մեքենան, որը կանգ էր առնում ետևի մուտքի մոտ։ Այդ բժիշկը երբեք չէր գրանցվել այցելուների ցուցակում։ Նրա անունը գիտեին միայն 3-ից 4 հոգի, և այն դեղամիջոցները, որոնք նա բերում էր մշուշոտ պայուսակում, չէին նշվում ոչ մի պաշտոնական բժշկական քարտում։ Բայց հայ հատուկ ծառայությունների արխախիվներում կա մի փաթեթ, կնիքված, այրված եզրերով, որտեղ թվարկված են բոլոր այդ տեղերը։ Եվ այդ ցուցակը բացահայտում է մի հիվանդություն, որը Գալուստ Սահակյանը թաքցնում է ժողովրդից ավելի քան 1 տասնամյակ։ Ինչ խնդիր էր այդ, որը պահանջում էր այսպիսի գաղտնիություն։ Եվ եթե դա պարզապես ինսուլտ չէր, ապա ո՞րն էր իրական ախտորոշումը։ Նրա օգնականները սկսեցին նկատել փոփոխությունները ավելի վաղ, քան մնացած աշխարհը։ Նախ մի փոքրիկ դողում աջ ձեռքում, երբ նա ստորագրում էր փաստաթղթերը։ Հետո մի պաղ շփոթվածություն, երբ նա փորձում էր հիշել անուն, որը միշտ գիտեր։ Քաղաքական շրջապատը սկզբում մտածեց, որ դա հոգնածություն է, երկարատև նիստերի և անքուն գիշերների հետևանք։ Բայց երբ նա սկսեց կորցնել մտքի թելը ելույթների կեսից, երբ նրա պատասխանները դառնում էին անկապ և մարված, սովորական ծիծաղն ու արհամարհանքը փոխարինվեցին անհանգստությամբ։ Նրա ընտանիքը փորձեց փակել բոլոր դռները դեպի արտաքին աշխարհ, բայց քաղաքական թատրոնում անհնար է թաքցնել այն ամենը, ինչ տեղի է ունենում հանրային տեսարանի վրա։ Գալուստը, ով մեկ ժամանակ խոսում էր ժամերով, դարձավ լռակյաց։ Նա նստում էր նիստերում, բայց նրա աչքերը այլևս չէին հետևում բանավեճերին։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կատարում էր իր արարքը նրա ներսում, աստիճանաբար ոչնչացնելով այն մարդուն, ով իր ժամանակին եղել էր հանրապետական կուսակցության 1 տասնամյակների խորհրդարանական հեղինակությունը։ Երբ նրա լուսանկարները հայտնվեցին հիվանդանոցային անկողնում, հասարակությունը տեսավ միայն հիվանդ ծերունու դեմքը։ Բայց նրա մոտ եղողները պատմում են այլ պատմություն։ Նրանք խոսում են այն մասին, թե ինչպես նա փորձում էր խոսել, բայց բառերը չէին դուրս գալիս։ Ինչպես նա նայում էր իր ձեռքերին և չէր ճանաչում դրանք որպես իրենը։ Ինչպես նրա աչքերում երբեմն փայլում էր գիտակցության կայծ, ասես փորձելով փոխանցել ինչ-որ հրատապ ուղերձ, որը կորչում էր անվերադարձ։ Մի նախկին օգնական, որը մնում էր անանուն, պատմում է, թե ինչպես Գալուստը մի անգամ բռնեց նրա ձեռքից և փսփսեց 2 բառ. «Նրանք գիտեն»։ Ով գիտեր։ Ինչ գիտեր։ Այդ օգնականը երբեք չհասցրեց հարցնել, որովհետև հենց հաջորդ ակնթարթին Գալուստը նորից ընկավ անգիտակցության մեջ։ Բայց այդ 2 բառերը հետապնդում են բոլորին, ովքեր այդ պահին էին։ Արդյոք Գալուստ Սահակյանը փորձում էր նախազգուշացնել ինչ-որ մեկին։ Եվ եթե այո, ապա ինչ վտանգի մասին նա խոսում էր իր վերջին գիտակցված պահերում։ Նրա ընտանիքը տարիներ շարունակ պահպանում էր լռություն։ Բայց կա մի մարդ, ով այժմ պատրաստ է խոսել։ Նրա եղբորորդին, որը երբեք չի տվել հարցազրույց և որն ապրում էր հեռու քաղաքական թատերախաղից, այժմ համաձայնվել է պատմել այն ամենը, ինչ տեսել է և լսել է այն օրերին, երբ Գալուստը դեռ կարողանում էր խոսել, բայց արդեն սկսում էր կորցնել իր ինքնությունը։ Այս մարդու հիշողություններում կան պահեր, որոնք ցնցում են։
Օրինակ այն երեկոն, երբ Գալուստը նստած էր տան անկյունում, զարմացած նայելով իր սեփական լուսանկարներին պատին, ասես փորձելով հիշել, թե ով է այդ երիտասարդ մարդը, ով նայում էր իրեն անցյալից։ Կամ այն առավոտը, երբ նա դուրս էր եկել այգի եւ հարցրել էր այն հարցը, որը սառեցրեց բոլորի արյունը. Ե՞րբ են նրանք վերադառնալու։ Ո՞վ էր նրանք։ Ինչու։ Գալուստը սպասում էր որևէ մեկի վերադարձին այնպիսի խուճապով իր ձայնում։ Եվ ինչու, երբ ընտանիքը փորձեց հանգստացնել նրան, նա սկսեց լալ, առանց արտասուքների, լուռ, ինչպես լում են այն մարդիկը, ովքեր ավելի արդեն ոչինչ չեն սպասում։ Այն, ինչ կատարվում էր նրա տան ներսում, բացատրում է շատ բան այն մասին, թե ինչու ամեն ինչ ավարտվեց հենց այդպես։ Գալուստի մարմինը դուրս էր գալիս նրա վերահսկողությունից, աստիճանաբար, ցավոտորեն։ Նախ կորավ ունակությունը կարդալու երկար տեքստեր, հետո գրելու։ Ապա եկավ խոսքի խախտումը, երբ բառերը կարծես խառնվում էին նրա լեզվի վրա, դառնալով անկապ հնչյուններ։ Ընտանիքը կանչեց մասնագետների, բայց յուրաքանչյուր նոր բժիշկ ասում էր նույն բանը. սա բարդ դեպք է, պետք է ավելի շատ ժամանակ, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Բայց ճշմարտությունն այն էր, որ ոչ ոք հենց իսկապես չգիտեր, թե ինչ էր կատարվում Գալուստ Սահակյանի գլխի ներսում։ Եվ երբ Գերմանիայից վերադարձան փորձագետները, դրանք բերեցին ախտորոշում, որը սրտագեղձեր տեղաշարժեց նրա ընտանիքում, բայց այդ ախտորոշումը երբեք չհրապարակվեց։ Ինչու այդ բժշկական եզրակացությունը մնաց գաղտնի։ Եվ եթե այն պարունակում էր ճշմարտությունը, ինչու պաշտոնական մամուլում շարունակեցին խոսել միայն ինսուլտի մասին, երբ ակնհայտ էր, որ ինչ-որ ավելի ահալի ահավոր բան էր ուտում այդ մարդուն ներսից։ Հիմա պատկերացրեք մի ուրիշ տեսարան։ Դուք նստած եք հանդիպման սրահում, շուրջդ տասնյակ մարդիկ, ովքեր մեկ ժամանակ եղել են քո դաշնակիցներ։ Դու աղբյուրակից խմում ես ջուր, եւ մի քանի ժամ անց քո մարմինը սկսում է տարօրինակ արձագանքել։ Սիրտը զարկում է անհավասար, ձեռքերը սառում են, մտքերը դառնում են միգենավոր։ Վաղը դու արթնանում ես, եւ աշխարհը արդեն այլ է։ Բառերը, որոնք երեկ ազատ էին հոսում, այժմ սառած են լեզվի տակ։ Դեմքերը, որոնք ճանաչում էիր տասնամյակներ, այժմ անծանոթ են։ Սա չէ պարզապես հիվանդություն։ Սա ինչ-որ բանի սկիզբ է, որի մեջ կա մարդկային կամք, մարդկային ընտրություն, մարդկային դավաճանություն։ Գալուստ Սահակյանի մոտակա շրջապատում եղել են մարդիկ, ովքեր տեսել են նրա փոփոխությունը օրըստօրե։ Եվ որոշներն այդ մարդկանցից հիմա խոսում են նախազգուշությամբ, փսփսալով, կարծես վախենալով, որ նույնիսկ այսօր, երբ Գալուստը այլևս չկա, նրանք ինչ-որ բան կարող են իմանալ, որ վտանգավոր է։ Ինչն է այդ գաղտնիքը, որը պահպանվում է նույնիսկ մահից հետո։ Ինչն է այն ճշմարիտ ճշմարտությունը, որի համար մարդիկ դեռևս վախենում են խոսել բարձրաձայն։ Գալուստ Սահակյանի պատմությունը սովորական հիվանդության պատմություն չէ։ Սա պատմություն է իշխանության, վախի եւ մի համակարգի մասին, որը պահպանում է իր գաղտնիքները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց տերերը արդեն հեռացել են այս աշխարհից։ Վերադառնանք այն օրվան, երբ ամեն ինչ փոխվեց։ Այդ օրը չմոռանանք նրանք, ովքեր ներկա էին նիստում, երբ Գալուստ Սահակյանը վեր կացավ խոսելու եւ հանկարծ կանգ առավ կեսից։ Նրա բերանը բացվեց, բայց բառերը չեկան։ Նա նայեց շուրջը, այնպես ինչպես նայում է մարդ, ով կորցրել է ուղղությունը մթության մեջ։ Հետո նա նստեց նորից, եւ նրա օգնականները շտապ մոտեցան, փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց Գալուստը լռում էր։ Նրա աչքերում կար ինչ-որ շփոթվածություն, որը սարսափեցրեց նրանց, ովքեր նրան տարիներ շարունակ ճանաչում էին որպես համոզված եւ անխախտ քաղաքական ֆիգուր։ Եվ հենց այդ պահից սկսվեց մի ցնցող անկում։ Մի քանի շաբաթ անց նրա ելույթները դարձան կարճ, քիչ է ասած թերի։ Նա կրկնում էր նույն բառերը, կորցնում էր մտքի թելը, երբեմն անընդհատ կանգ էր առնում եւ նայում դատարկության մեջ, ասես փորձելով հիշել ինչ-որ կարևոր բան, որը հանկարծ սահում էր հիշողությունից։ Նրա ընկերները քաղաքական ասպարեզում սկսեցին խուսափել հարցերից նրա առողջության մասին, բայց լրագրողները չէին դադարում։ Համացանցում սկսեցին տարածվել տեսանյութեր, որտեղ Գալուստը հստակորեն տառապում էր, որտեղ նա կորցրել էր իր նախկին կեցվածքը եւ հստակությունը։ Եվ յուրաքանչյուր նոր տեսանյութ ավելացնում էր նոր հարցեր։ Արդյոք սա պարզապես ինսուլտի հետևանք է, թե ինչ-որ ավելի մթին բանի արդյունք, որը տեղի է ունեցել նրա հետ։ Նրա անձնական վարորդը, որը ծառայել է նրան 11 տարի, պատմում է տարօրինակ դրվագ։ Մի երեկո, երբ նրանք վերադառնում էին մի երկարատև նիստից, Գալուստը հանկարծ խնդրեց կանգ առնել ճանապարհի կողքին։ Նա ելավ մեքենայից, քայլեց մի քանի քայլ դեպի տարածքը, որտեղ ոչինչ չկար, եւ սկսեց խոսել։ Վարորդը չլսեց, թե ինչ էր ասում Գալուստը, բայց նա տեսավ, որ նրա շուրթերը շարժվում էին։
Նա ինչ-որ մեկին էր դիմում, բայց շուրջը ոչ ոք չկար։ Երբ վարորդը մոտեցավ հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, Գալուստը շրջվեց եւ նայեց նրան այնպիսի հայացքով, որը վարորդը նկարագրում է որպես դատարկ։ Այդ պահից վարորդը հասկացավ, որ ինչ-որ խորը եւ անշտկելի բան կատարվում էր իր աշխատատիրոջ հետ։ Բայց երբ նրանք վերադարձան տուն, Գալուստը վարվում էր նորմալ, ասես ոչինչ էլ տեղի չէր ունեցել։ Արդյոք դա էր հոգեկան խաթարման նշան, թե Գալուստը տեսնում էր ինչ-որ բան, որը մյուսները չէին տեսնում։ Քաղաքական հակառակորդները իհարկե օգտվեցին իրավիճակից։ Հանրային հարթակներում սկսեցին պտտել կատակեր, մեմեր, դիտողություններ նրա առողջական վիճակի մասին։ Սակայն շատերը նկատեցին, որ այս իրավիճակը չէր նման սովորական քաղաքական հարձակումների։ Ինչ-որ մեկը համակարգված եւ հստակ ձևով, ով օգտվում էր Գալուստի խոցելիությունից, այլ ոչ թե պարզապես կատակելու կամ քննադատելու նպատակով, այլ հենց դիսկրեդիտացնելու նպատակով։ Ով կարող էր շահագրգռված լինել նրա լիակատար քաղաքական անկմամբ, նույնիսկ եթե այն նշանակում էր օգտվել մի հիվանդ մարդու տառապանքներից։ Կային տեսություններ, որ սա իշխանության ներսում պատերազմ էր, որ Գալուստը դարձել էր անցանկալի մեկի համար վերևից, եւ նրա հիվանդությունը դարձել էր հարմար պատրվակ նրան քաղաքական թատերախավից դուրս հանելու համար։ Բայց կար մեկ այլ տեսակետ, որը շշմեցնում է ավելի շատ։ Կար մի խումբ մարդիկ, ովքեր համոզված էին, որ Գալուստ Սահակյանի հիվանդությունը չէր սկիզբ վերցրել բնական պատճառներից։ Նրանք խոսում էին նրա մասին, թե ինչպես նրա սննդակարգը վերահսկվում էր խիստ կերպով, ինչպես միայն որոշակի մարդիկ էին թույլ տրվում նրան մոտենալ, եւ ինչպես անմիջապես նրա ախտանիշների սկսելուց հետո նրա անձնական անձնակազմը լիովին փոխվեց։ Նրանք խոսում էին նրա մասին, թե ինչպես նրա անձնական բժիշկը հանկարծակի հեռացավ եւ փոխարինվեց մի ուրիշով, որի ինքնությունը երբեք հրապարակայնորեն չբացահայտվեց։ Եվ նրանք հարցնում էին հարցը, որը սառեցնում է արյունը. ինչ, եթե Գալուստ Սահակյանի տառապանքը չէր պատահական, այլ նախաձեռնված, թունավորված, հաշվարկված։ Ինչու ոմանք կուզենային քանդել մի մարդու, որը տասնամյակներ ծառայել է համակարգին, ով շահագրգռված էր նրա լռությամբ, եւ ինչպիսի գաղտնիքներ են թաղված նրա հետ միասին այն հողի մեջ, որտեղ նա վերջապես գտավ իր խաղաղությունը։ Սա պատմություն է, որը դեռևս ծածկված է մթության մեջ, բայց հիմա, առաջին անգամ, մենք հետևելու ենք յուրաքանչյուր հետքին, ունկնդրելու ենք յուրաքանչյուր վկային եւ բացահայտելու ենք այն ճշմարտությունը, որը թաքցվել է այնքան երկար։ 7 օր առաջ քան այն պահը, երբ Գալուստ Սահակյանի վիճակը դարձավ անվերադարձ, նրա բնակարան ուշ երեկոյան եկավ այցելու մի մարդ, որի անունը չգրանցվեց ոչ մի պահակի ամսագրում։ Կար մի ցուցակ, ոչ պաշտոնական, ոչ գրավոր, պարզապես հիշողության մեջ պահված, երկու անունների, ովքեր կարող էին մտնել առանց հարցերի, առանց գրառումների, առանց վկաների։ Այդ երեկո պահակները փոխեցին հերթափոխ ավելի վաղ, քան սովորաբար, եւ հենց այդ 15 րոպեների մեջ մթության մեջ կանգ առավ մի սև մեքենա հետևի մուտքի մոտ։ Ներս մտավ մի մարդ, որի դեմքը թաքնված էր խավարի մեջ, եւ երբ նա բարձրացավ աստիճաններով, նրա քայլերը հնչում էին այնպես մեղմ, որ նույնիսկ ծառաները չլսեցին։ Ինչպես հնարավոր է, որ այդ այցը չգրանցվեց ոչ մի տեղ։ Ինչպես հնարավոր է, որ մարդը, ով մտավ այդ գիշեր, անհետացավ առանց որևէ հետքի։ Եվ ամենակարևորը, ինչ կատարվեց այն 2 ժամում, երբ այդ անծանոթ այցելուն էր Գալուստ Սահակյանի հետ։ Կա մի մարդ, ով գիտի ճշմարտությունը։ Նա էր պատասխանատու այդ տան անվտանգության համար 12 տարի, եւ նա երբեք չէր խախտել ռեժիմը, մինչև այսօրը։ Հիմա նա խոսում է, բայց նրա ձայնը դողում է, եւ նրա աչքերը շարունակ նայում են դեպի դուռը, ասես սպասելով, որ ինչ-որ մեկը կգա եւ կկանգնեցնի նրան։ Նա պատմում է, որ այդ գիշեր ինքն անձամբ ստացավ հեռախոսազանգ, ոչ թե իր անմիջական ղեկավարից, այլ շատ ավելի վերևից, ձայնով, որը նա իսկույն ճանաչեց, թեև երբեք չէր հանդիպել այդ մարդուն։ Հրամանը պարզ էր. թողնել հետևի դուռը բաց, չգրանցել այցելուին եւ հեռանալ դիտարկման սենյակից ամբողջ 2 ժամով։ Երբ նա վերադարձավ, Գալուստը նստած էր իր աթոռին անշարժ, նայելով պատին, եւ նրա հայացքը չէր արձագանքում ոչինչին։ Այցելուն արդեն չկար։ Բայց սենյակում մնացել էր մի բույր, որը նրա խոհարարուին հետագայում նկարագրեց որպես քիմիական, սուր, անբնական։ Ինչ տեղի ունեցավ այդ սենյակում։ Եվ ինչու հետո Գալուստ Սահակյանը սկսեց արագորեն կորցնել իր մտավոր ունակությունները։ Բժիշկները, ովքեր հետագայում ուսումնասիրեցին նրա արյան վերլուծությունները, գտան անբացատրելի բաներ։ Նրա արյան մեջ կային նյութեր, որոնք չպետք է լիներ, եթե նա ստանում էր միայն իր նախատեսված դեղամիջոցները։ Բայց երբ նրանք փորձեցին հետագա քննություն անել, նրանց արգելքեցին,
պատճառաբանությամբ, որ ընտանիքը չի ցանկանում հետագա միջամտություն։ Սակայն ընտանիքը երբեք չէր տվել նման հրահանգ։ Ով խոսեց նրանց անունից։ Ինչու այդ նմուշները, որոնք կարող էին պատասխանել հարցին, արդյոք Գալուստ Սահակյանը թունավորվել է թե ոչ, անհետացան լաբորատորիայից 2 օր անց։ Պաշտոնական տարբերակներ, տեխնիկական սխալ, նմուշները կորած են։ Բայց տեխնիկներից մեկը, ով աշխատում էր այդ լաբորատորիայում, թվարկում է այլ տեսակետ։ Նա պատմում է, թե ինչպես 2 մարդիկ, ովքեր չէին ներկայացել որպես պաշտոնական անձեր, եկան եւ պահանջեցին այդ նմուշները, ցույց տալով թուղթ, որը կնիքավորված էր մի ծառայության կողմից, որի անունն անհրաժեշտ չէ շեշտել։ Նրանք վերցրեին բոլոր նմուշները եւ գնացին, եւ երբ լաբորանտն փորձեց հարցնել, թե ինչու, նրան հստակ բացատրեցին, որ ավելի լավ է չհարցնել։ Միայն 2 վկաներ կային այդ գաղտնի հանդիպմանը։ Մեկը անվտանգության պատասխանատուն, ով հիմա խոսում է։ Երկրորդը Գալուստի անձնական խոհարարուհին, ով այդ երեկո պատրաստում էր նրա ալթրիքը եւ տեսավ, թե ինչպես այցելուն մտավ։ Նա չտեսավ նրա դեմքը, բայց նա տեսավ նրա սիլուետը, բարձրահասակ, լայն ուսերով, շարժվող այնպիսի վստահությամբ, որը տիպիկ է ռազմական մարդկանց կամ անվտանգության աշխատակիցների։ Նա նաև տեսավ, որ այդ մարդը իր ձեռքին պահում էր փոքր սև պայուսասակ, որը նա երբեք չբացեց այնտեղում, որտեղ ուրիշները կարող էին տեսնել։ Երբ նա հետո մի քանի ժամ անց մտավ սենյակ մաքրելու, նա գտավ մի դատարկ փոքր ապակե շիշ գցված աղբամանի մեջ։ Այդ շիշը չուներ պիտակ, չուներ որևէ նշան, թե ինչ էր պարունակել։ Բայց երբ նա բերեց այն իր քնին եւ հոտոտեց, զգաց մի քիմիական հոտ, որը նա չէր կարող նույնացնել ոչ մի ծանոթ նյութի հետ։ Խոհարարուհին պահեց այդ շիշը 2 տարի, առանց ասելու ու մեկ, մինչև մի օր նա որոշեց տալ այն մի լրագրողի, ով ուսումնասիրում էր Գալուստի դեպքը։ Բայց երբ այդ լրագրողը տարավ շիշը լաբորատորիա, նրան ասացին, որ այնտեղ ոչինչ չէր մնացել, ապակու ներսը ամբողջովին մաքուր էր, ասես մաքրված պրոֆեսիոնալ մակարդակով։ Ով էր այդ շիշը մաքրել, եւ ինչու այդքան ջանք էին գործադրել, որպիսի ոչ մի հետք չմնար։ Ինչ որ մեկը չէր ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի։ Ինչ որ մեկը միշտ վերահսկում էր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր վկային, յուրաքանչյուր փաստը, որը կարող էր մատնանշել դեպի ճշմարտությունը։ Բայց հարցը մնում է. ինչ նպատակ ուներ այդ գիշերվա այցելուն։ Արդյոք նա եկավ նախազգուշացնելու Գալուստին, թե դարձնել նրան լուր, անունակ, անուշադրական մեկը, ով այլևս չէր կարող վտանգավոր լինել իշխանական թատերախաղում։ Եվ եթե նպատակը վերջինն էր, ապա ով էր որոշել, որ Գալուստ Սահակյանը դարձել է պարտավորություն, ոչ թե ակտիվ։ Կային ակնարկներ, որ Գալուստը վերջին ամիսներին սկսել էր խոսել բաների մասասին, որոնք չպետք է խոսվեին։ Կային հույզեր, որ նա հանդիպումներում թողել էր հուշումներ, որոնք անհարմար էին որոշ մարդկանց համար։ Նա չէր անմիջապես պատմում գաղտնիքներ, բայց նա խոսում էր այնպիսի ձևով, որը ենթադրում էր, որ նա գիտեր շատ ավելի շատ, քան պատշաճ էր։ Եվ քաղաքական կյանքում կա կանոն. ով գիտի շատ եւ սկսում է խոսել, այդ մարդը դառնում է խնդիր։ Գալուստը եղել է թիկունքում բազմաթիվ գործարքների, բազմաթիվ որոշումների, բազմաթիվ գաղտնիքների։ Նա տեսել է ինչպես գումար անհետանում է, ինչպես պայմանագրեր ստորագրվում են ստվերում, ինչպես մարդիկ զոհաբերվում են քաղաքական համարժեքության անունով։ Եվ եթե այդ մարդը կորցնում է իր զսպվածությունը, իր ինքնավերահսկողությունը, իր դիվանագիտական զգայունությունը, ապա նա կարող է դառնալ վտանգ բոլորի համար, ովքեր ապավինում էին նրա լռությանը։ Արդյոք հենց այդ պատճառով որոշեցին նրան անջատել։ Այն երեկոն հետո Գալուստը երբեք չէր նույնը։ Նրա խոսքը դարձավ ավելի մշուշոտ, ավելի խառն, ավելի անկապ։ Նրա դեմքը կորցրեց այն արտահայտությունը, որը տարիներ շարունակ եղել էր նրա ապրանքանիշը՝ սառը, հաշվարկված, վերահսկող։ Եվ ամենակարևորը, նա սկսեց վախենալ։ Նրա ամենամոտ ընկերներից մեկը պատմում է, որ Գալուստը մի օր հարցրեց նրան. «Արդյոք կարող է լինել, որ ինձ դանակահարեն իմ սեփական տանը»։ Այդ հարցը տարօրինակ էր, քանի որ Գալուստը երբեք չէր խոսել նման պարանոյային տրամադրություններով։ Բայց հետո, երբ նրա վիճակը վատացավ, այդ պարանոյան դարձավ ավելի ուժեղ։ Նա հրաժարվում էր ուտել այն ապրանքները, որոնք նա չգիտեր, թե ով էր պատրաստել։ Նա մերժում էր դեղամիջոցներ, որոնք գալիս էին անծանոթ աղբյուրներից։ Նա փակվում էր իր սենյակում ժամերով եւ մնում լուռ, հայացքը կպած պատին։ Արդյոք դա հիվանդության նշաններ էին։ Թե սա էր վախը մի մարդու, ով հասկանում էր, որ դավաճանվել է եւ այլևս ապահով չէ նույնիսկ իր սեփական տանը։ Այժմ մի հարց, որը պետք է տանջի յուրաքանչյուր մեկին, ով հետևում է այս պատմությանը։ Երբ Գալուստ Սահակյանը իմացավ, որ նա դավաճանված է։ Արդյոք այն պահին, երբ այցելուն թողեց նրա սենյակը, թե շաբաթներ անց, երբ նրա մարմինը սկսեց ուղարկել անհայտ ազդանշաններ,
Երբ նրա գլուխը սկսեց աշխատել անսպասելի ձևերով, երբ նրա իրականությունը սկսեց դառնալ մի փոփոխական, անհուսալի պատրանք։ Մենք երբեք չենք իմանա ճշգրիտ պահը, բայց մենք գիտենք արդյունքը։ Մի մարդ, ով մեկ ժամանակ վերահսկում էր խորհրդարանական անալոգ շատ բան, դարձավ ստվեր, կախված հիշողությունից, որը աստիճանաբար լքում էր նրան։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հանրային աչքերի առջև, ոչինչ չէր նրան համեմատ, ինչ տեղի էր ունենում նրա ընտանիքի ներսում։ Նրա տունը դարձավ բանդ, թեև դռները երբեք փակ չէին։ Նրա կինը, որը տասնամյակներ շարունակ ապրել էր քաղաքական թատերախաղից հեռու, հանկարծ հայտնվեց ճակատագրով դեմ հանելու ինչ-որ բանի, որը նա երբեք չէր հասկացել եւ երբեք չէր ցանկացել հասկանալ։ Նա տեսավ, թե ինչպես նրա ամուսինը, մարդը, ով միշտ եղել է հուսալի եւ ուժեղ, աստիճանաբար դառնում է անճանաչելի։ Առավոտները նա արթնանում էր եւ գալուստը նստած էր անկողնում, նայելով դեպի լուսամուտը, ասես փորձելով հիշել, թե ինչու է այստեղ, ինչու է այս տանը, ով է այս կինը նրա կողքին։ Եվ ամենավատը, երբ նրա աչքերում երբեմն երևում էր ճանաչման կայծ, որը հենց մի վայրկյան անց հանգչում էր, եւ նա նորից ընկնում էր ինքն իրեն անհասկանալի աշխարհի մեջ։ Նրա երեխաները, ովքեր արդեն չէին երեխաներ, այլ չափահաս մարդիկ, իրենց կյանքերով եւ իրենց խնդիրներով փորձեցին օգնել։ Բայց ինչպես կարող ես օգնել մարդուն, ով չի հիշում քո անունը։ Ինչպես կարող ես հասնել մեկին, ով նայում է քեզ եւ տեսնում օտար։ Նրանցից մեկը, որը առաջին անգամ է խոսում հրապարակայնորեն, պատմում է մի պահ, որը կոտրեց նրանց ամենքին։ Դա էր մի երեկո, երբ ողջ ընտանիքը հավաքվել էր ընթրիքի շուրջը։ Գալուստը նստեց սեղանի գլխում, ինչպես միշտ, բայց նա չէր ուտում։ Նա պարզապես նայում էր իր ափսեին եւ հետո վեր նայեց եւ հարցրեց. «Ովքեր եք դուք»։ Այդ հարցը չէր ծիծաղելի, չէր իրոնիկ, չէր խաղալու համար։ Դա էր իսկական հարցը մարդուց, ով իսկապես չէր ճանաչում իր սեփական արյունը։ Սենյակը սառեց։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ պատասխանել։ Եվ երբ նրանցից մեկը փորձեց բացատրել, Գալուստը լսեց ամեն բառը, հետո գլուխը շարժեց եւ ասաց. «Ես ձեզ չեմ հիշում»։ Այդ պահին նրանք հասկացան, որ նրանց հայրը, ամուսինը, ընկերը այլևս չկար։ Կար միայն մի ֆիզիկական մարմին, որը շարունակում էր շնչել, բայց մարդը, ով եղել էր այդ մարմնում, արդեն անհետացել էր ինչ-որտեղ, որտեղ նրանք չէին կարող հետևել։ Բայց կար մի գաղտնիք, որը ընտանիքը պահպանում էր նույնիսկ միմյանցից։ Կար մի փաստաթուղթ, որը Գալուստը պահում էր իր անձնական սեֆում եւ որը նա բացել էր միայն մի անգամ իր կնոջը։ Այդ փաստաթղթում եղել էր մի ցուցակ, անուններով, թվերով, հաշիվներով, եւ տակը եղել էր մի նշում Գալուստի ձեռագրով. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, այս ցուցակը տալ»։ Բայց երբ Գալուստի կինը փորձեց բացել այդ սեֆը հետո, նրա հիվանդության ժամանակ, սեֆը արդեն դատարկ էր։ Փաստաթուղթը չկար։ Ո՞վ վերցրեց այն։ Նրանք երբեք չհարցրեցին Գալուստին, որովհետև երբ նրանք նկատեցին բացակայությունը, Գալուստը արդեն չէր կարողանում հասկանալ հարցերը։ Այդ ցուցակը կարող էր բացատրել շատ բան։ Կարող էր պատասխանել հարցին, ով էր շահագրգռված Գալուստի լռությամբ, ով էր վախենում նրա բացահայտումներից, ով ուներ բավական իշխանություն եւ ռեսուրսներ, որպիսի անջատի մի մարդու առանց արյուն թափելու, առանց հրացան օգտագործելու, առանց բացահայտ բռնության։ Ընտանիքի ներսում սկսեցին փսփսալ տարբեր վարկածներ։ Ոմանք մտածում էին, որ Գալուստը գաղտնի տուժել է մի քաղաքական իրավիճակից, որը նա չէր կարող վերահսկել։ Ուրիշներ համոզված էին, որ նա դավաճանվել է կողմից մեկի, ում նա վստահում էր լիովին։ Եվ ուրիշներ ավելի մռայլ տրամադրությամբ ասում էին, որ Գալուստը ինքն իր ձեռքերով գրել էր իր դատավճիռը, երբ նա որոշեց խոսել նրա մասին, ինչը պետք է մնար թաղված։ Բայց բոլոր այդ վարկածները մնում էին ընդամենը խոսքեր, փսփսոցներ, վախեր, առանց որևէ հաստատման։ Ընտանիքն իսկապես իմանում էր միայն մեկ բան, որ մարդը, ում նրանք սիրում էին, աստիճանաբար հեռանում էր իրենցից, եւ նրանք բացարձակապես անկարող էին կանգնեցնել այդ գործընթացը։ Երբ Գալուստը վերջին անգամ խոսեց իր որդու հետ, նա ասաց մի նախադասություն, որը որդին երբեք չի մոռանա. «Նրանք ինձ վերցրեցին այն, ինչ ես եմ»։ Ո՞վ էր նրանք, եւ ի՞նչն էր այն, ինչ նրանք վերցրեցին։ Նրա միտքը, նրա հիշողությունը, նրա ինքնությունը։ Որդին փորձեց հարցեր տալ, բայց Գալուստը ավելի ոչինչ չասաց։ Նա պարզապես փակեց իր աչքերը, եւ երբ նա բացեց դրանք նորից, նրա հայացքը դատարկ էր։ Այդ պահից սկսվեց վերջին փուլը, երբ Գալուստ Սահակյանը արդեն չէր մարդ, այլ մի կենդանի հուշարձան իր նախկին ինքնությանը։ Ինչու ընտանիքը չխոսեց հրապարակայնորեն։ Ինչու նրանք չպահանջեցին անկախ քննություն, չբացահայտեցին շատ այն հարցերի, որոնք տանջում էին նրանց։ Պատասխանը պարզ եւ ցավալի է։ Նրանք վախենում էին։
Վախենում էին այն համակարգից, որը մեկ ժամանակ պաշտպանում էր գալուստին, բայց հիմա կարող է շրջվել դեմ նրանց։ Վախենում էին, որ եթե նրանք սկսեին հարցեր տալ, ապա նույն ճակատագիրը կարող էր սպասել նրանց։ Վախենում էին, որ այն գաղտնիքները, որոնք գալուստը պահպանել էր տարիներ շարունակ, կարող էին դառնալ գինը, որը նրանց ընտանիքը պետք է վճարեր։ Եվ այդպիսով նրանք լռեցին, ընտանեկան լուր համաձայնությամբ, որը սառեցրեց ճշմարտությունը նրանց սրտերում։ Բայց լռությունը բերեց իր սեփական տառապանքը։ Յուրաքանչյուր տարի նրանք հավաքվում են նրա գերեզմանի մոտ, եւ յուրաքանչյուր անգամ նրանք նայում են միմյանց աչքերի մեջ եւ տեսնում նույն չպատասխանված հարցը. արդյոք մենք կարող էինք փրկել նրան, եթե խոսեինք։ Ինչպիսին է գինը ընտանեկան լռության, երբ դու գիտես, որ քո սիրելին ոչ թե մահացավ բնական պատճառներով, այլ անջատվեց կողմից ուժերի, որոնք դու չես կարող տեսնել, բայց որոնց ազդեցությունը զգում ես ամեն օր։ Միայն երկու մարդ գիտեին ամբողջ ճշմարտությունը։ Մեկը Գալուստ Սահակյանը, բայց նա արդեն չէր կարող խոսել։ Երկրորդը այն մարդը, ով այցելեց նրան այն գիշեր, 7 օր առաջ նրա վերջնական անկումից։ Բայց այդ երկրորդ մարդը երբեք չի խոսի, որովհետև նա պաշտպանված է մի համակարգի կողմից, որը աշխատում է ստվերում, որը չունի անուն եւ չունի դեմնի դեմք, բայց որի ուժը զգացվում է ամենուր։ Եվ այդ համակարգը պահպանում է իր գաղտնիքները ցանկացած գնով, նույնիսկ եթե դա նշանակում է ջնջել մի մարդու հիշողությունը, մինչդեռ նրա մարմինը դեռ շնչում է։ Պատկերացրեք, դուք եք մեկը այն 6 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ Գալուստ Սահակյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր քաղաքական գործարք, յուրաքանչյուր թաքնված հաշիվ արտասահմանում։ Դուք նստում եք նույն սեղանի շուրջը 2 տասնամյակ։ Դուք գիտեք, թե որ ժամին է նա արթնանում, ինչ է վախենում, ում է վստահում։ Հետո մի օր, 1999 թվականի ուշ աշնանը, այս խումբը հավաքվում է վերջին անգամ։ Հենց այդ սենյակում, որտեղ երբեք չեն մտել պահակները, որտեղ չկա վիդեո, որտեղ խոսքերը չի ձայնագրում ոչ ոք։ Յուրաքանչյուրդ պետք է որոշեք՝ հավատարմություն թե սեփական կյանք։ 1999 դեկտեմբերի 7-ին այս 6 հոգին կայացրեցին որոշում, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչը ստիպեց նրանց դավաճանել իրենց լիդերին։ 6 մարդ, յուրաքանչյուրն ուներ իր պատճառը։ Առաջինը անձնական բժիշկը։ Նա գիտեր, որ Գալուստի ախտորոշումը չէր ինսուլտ։ Նա գիտեր, որ արյան վերլուծություններում կային նյութեր, որոնք հայտնվել էին արտաքին միջամտությամբ։ Նա գիտեր, բայց լռեց։ Ինչու՞։ Որովհետև մի երեկո նրան կանչեցին կառավարական շենք, ոչ թե բուժում անելու, այլ ստորագրելու փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում մեկ պարբերություն էր. բժշկական գաղտնիք, տարածումը քրեական հանցանք է։ Նա ստորագրեց։ Նա գիտեր, որ եթե չստորագրի, նրա ընտանիքը կվտանգվի։ Երկրորդը անվտանգության ծառայության ավագ աշխատակիցը։ Նա տեսել էր այն գիշերվա տեսագրությունը, երբ անծանոթ այցելուն մտավ հետևի դռնով։ Նա իմացավ, որ այդ մարդը բերել էր ինչ-որ բան, որը փոխեց Գալուստի նևրոլոգիական համակարգը։ Նա կարող էր զեկուցել, բայց նրան զանգահարեցին ուղիղ վերևից եւ ասացին 2 բառ. «Պահիր լռությունը»։ Նա պահեց։ Երրորդը, խորհրդարանական օգնականը, ով 12 տարի նստում էր Գալուստի աջ ձեռքի կողքին։ Նա նկատեց, որ Գալուստի կաբինետից սկսեցին անհետանալ թղթեր։ Ոչ բոլորը, այլ օշակիները։ Հենց այն փաստաթղթերը, որոնք վկայակոչում էին գումարների շարժը։ Նա որոշեց բարձրացնել այս հարցը, բայց մինչ այդ նրա աղջկա համալսարանի ուսումնական վարձը հանկարծ վճարվեց լիովին, անհայտ բարերարի կողմից։ Նա հասկացավ ազդանշանը։ Չորրորդը, անձնական վարորդը։ Նա տեղափոխում էր Գալուստին ամեն օր։ Նա տեսավ բոլոր հանդիպումները, լսեց բոլոր հեռախոսազրույցները մեքենայի ետևի նստարանից։ Նա գիտեր ավելի շատ, քան պետք էր։ Մի օր նրան սպառնացին, կամ դադարեցրու հիշելը, կամ քո որդին կկորցնի իր աշխատանքը պետական կառույցում։ Նա դադարեցրեց հիշելը։ 5-րդը, խոհարարուհին, ով պատրաստում էր Գալուստի սնունդը 10 տարի։ Նա նկատեց, որ հետո, երբ Գալուստի վիճակը սկսեց վատանալ, նրան արգելեցին որոշակի բաղադրիչներ օգտագործել։ Նրան տվեցին ցուցակ, ինչ կարելի է, ինչ չէ։ Երբ նա հարցրեց ինչու, նրան ասացին բժշկական ինդիկացիա։ Բայց այդ ցուցակը չի տրամադրվել բժշկի կողմից, այն եկավ այլ տեղից։ Նա վախեցավ հարցնել։ 6-րդը, փաստաբանը, ով կառավարում էր Գալուստի անձնական գործերը։ Նա տեսավ, թե ինչպես է փոխվում Գալուստի կտակը առանց Գալուստի իմացության։ Փաստաթղթեր էին հայտնվում նոր ստորագրություններով, թեև Գալուստը այդ ժամանակ արդեն չէր կարող բռնել գրիչը։ Փաստաբանը հասկացավ, որ դա կեղծիք է, բայց եթե նա խոսեր, դա նշանակում էր ավարտել կարիերան։ Նա ընտրեց լռությունը։
6 մարդ, 6 դավաճան։ Բայց արդյոք նրանք դավաճաններ են, եթե նրանց ստիպեցին։ Արդյոք դու կարող ես մեղադրել մեկին, ով պաշտպանում է սեփական ընտանիքը։ Արդյոք դու կարող ես դատել մեկին, ով ընտրում է կյանքը մահվան տեղ։ Այս 6 մարդիկ ապրում են այսօր։ Յուրաքանչյուրն իր գաղտնիքով, իր մեղավորության զգացումով, իր ամեն գիշեր անքուն մնալով։ Որովհետև նրանք գիտեն, եթե Գալուստ Սահակյանին կարելի էր փրկել, դա պետք է լիներ նրանց ձեռքով։ Բայց նրանք ընտրեցին ոչ թե Գալուստին, այլ իրենց։ Կար 7-րդ մարդ, բայց նրա մասին ոչ ոք չի խոսում։ Սա մարդն էր, ով կազմակերպեց ամբողջ գործողությունը։ Այս մարդը երբեք չի հանդիպել Գալուստի հետ ուղիղ։ Նա աշխատում էր միջնորդների միջոցով, հեռախոսազանգերով, թղթային հրահանգներով, որոնք այրվում էին անմիջապես կարդալուց հետո։ Այս մարդը ուներ մուտք դեպի վերևը, դեպի այն շրջանակները, որտեղ որոշումները կայացվում են առանց ձայնագրությունների։ Եվ այս մարդը գիտեր, Գալուստ Սահակյանը պետք է անջատվեր։ Ով էր այդ 7-րդ մարդը։ Եվ ինչու նա որոշեց, որ Գալուստը դարձել է խնդիր։ 1996-ից 1999 5 տարում Գալուստ Սահակյանը ծերացավ 20 տարով։ Նրա մազերը, որոնք 5 տարի առաջ եղել էին թավսև, դարձան արծաթակույն։ Նրա քայլը, որը եղել էր վստահ եւ հաստատուն, դարձավ դանդաղ եւ վարանող։ Նրա ձայնը, որը լցնում էր ամբողջ նիստերի դահլիճը, դարձավ թույլ եւ դող։ Նրա աչքերը, որոնք միշտ եղել էին սուր եւ ուշադիր, դարձան անորոշ եւ հեռավոր։ Քաղաքական հակառակորդները սկզբում ծիծաղում էին, հետո սկսեցին անհանգստանալ։ Ինչ որ բան սխալ էր։ Մարդը, ով վերահսկում էր խորհրդարանի ամենահզոր խմբակցությունը, աստիճանաբար վերածվում էր ստվերի։ Նրա ֆիզիկական փոփոխությունները չէին անդադար։ Առավոտներին նա արթնանում էր ցավերով, որոնք տարածվում էին ողջ մարմնով։ Նրա ձեռքերի դողը դառնում էր ավելի նկատելի։ Երբ նա փորձում էր ստորագրել փաստաթուղթ, գրիչը սահում էր թղթի վրա, թողնելով անկանոն գծեր։ Երբ նա ելույթ էր ունենում, նրա լեզուն չէր հնազանդվում, բառերը կծկվում էին, նախադասությունները կիսատ էին մնում օդում։ Երբ նա նստում էր նիստում, նրա գլուխը երբեմն թեքվում էր դեպի կողքը, ասես նա մոռանում էր, թե որտեղ է։ Նրա մոտակա աշխատակիցները տեսնում էին ավելին։ Նրանք նկատում էին, որ Գալուստը սկսեց կորցնել քաշ։ Նրա դեմքը սկսեց հիշեցնել գանգուր, մաշկը թուղթ։ Նրա շնչառությունը դարձավ ծանր, հատկապես երեկոյան ժամերին։ Երբ նա լսում էր բարձր ձայներ, նա ցատկում էր, ասես վախենալով հարձակումից։ Երբ նա մնում էր միայնակ, նա սկսում էր խոսել ինքն իր հետ, վեճի մտնելով անտեսանելի թշնամիների հետ։ Բժիշկները չէին կարող բացատրել այս արագ քայքայումը։ Ինսուլտը սովորաբար չի առաջացնում այսպիսի համապարփակ փոփոխություններ, բայց ինչ որ բան ուտում էր Գալուստ Սահակյանին ներսից։ Նրա նյարդային համակարգը տառապում էր, նրա հիշողությունը քայքայվում էր, նրա անձնավորությունը փոշիանում էր։ Մի նախկին օգնական, ով խնդրում է չհրապարակել իր անունը, պատմում է մի սարսափելի դեպք։ 1999 մարտի կեսերին, երբ նրանք վերադառնում էին մի հանդիպումից, Գալուստը հանկարծ բացեց մեքենայի դուռը երթևեկության մեջ եւ փորձեց դուրս ցատկել։ Օգնականը բռնեց նրան վերջին վայրկյանին։ Գալուստը պայքարում էր, աղաղակում էր անհասկանալի բառեր, թքում էր։ Երբ նրանք վերադարձան տուն եւ հանգստացրին նրան, Գալուստը նստեց անկյունում եւ լացավ 3 ժամ անընդմեջ։ Հետո նա ոչինչ չհիշեց այդ դրվագից։ Սա չէր պարզապես հիվանդություն։ Սա էր մարդու դանդաղ ոչնչացումը ողջ մնալով։ Բայց ամենասարսափելին էր արխիվների պատմությունը։ Հատուկ ծառայությունների արխիվներում ժներում կար բաժին, որը կոչվում էր անձնական գործեր։ Այնտեղ պահվում էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների բժշկական, ֆինանսական եւ անձնական տեղեկությունները։ Գալուստ Սահակյանի գործը պարունակում էր 324 էջ։ Այդ գործում եղել էին նրա արյան վերլուծությունները վերջին 15 տարիների ընթացքում։ Բոլոր բժշկական զեկույցները, բոլոր դեղամիջոցների ցանկերը, բոլոր ախտորոշումները։ 1992-ի ապրիլին, երբ Գալուստի վիճակը սկսեց ակնհայտորեն վատանալ, մի խումբ անկախ փորձագետներ խնդրեց մուտք գործել այդ արխիվ, ուսումնասիրելու համար նրա բժշկական պատմությունը։ Նրանց մերժեցին։ Նրանք դիմեցին վերադաս մարմին, նորից մերժում։ Վերջապես նրանք ստացան դատական որոշում։ Երբ նրանք մտան արխիվ, պարզվեց, որ Գալուստ Սահակյանի գործից բացակայում է 72 էջ։ Այդ էջերը ընդգրկում էին ժամանակահատվածը 1999 նոյեմբերից մինչև 1992-ի փետրվար։ Հենց այն ժամանակահատվածը, երբ Գալուստի վիճակը սկսեց արագորեն վատանալ։ Հենց այն էջերը, որոնք կարող էին բացահայտել, թե ինչ իրականում կատարվեց նրա մարմնի հետ։ Պարզապես անհետացել էին։ Արխիվի տնօրենը ասաց, որ դա տեխնիկական սխալ է։
Բայց արխիվում աշխատող աշխատակիցներից մեկը, ով հետագայում հրաժարական տվեց, պատմեց այլ պատմություն։ Նա ասաց, որ 1992-ի մարտի 7-ին երեկոյան 6 ժամին արխիվ մտավ մի մարդ, բարձրաստիճան պաշտոնական թղթով։ Նա պահանջեց Գալուստ Սահակյանի գործը։ Նրան տվեցին։ Նա նստեց առանձին սենյակում 2 ժամ։ Երբ նա հեռացավ, գործը վերադարձավ, բայց 72 էջը չկար։ Աշխատակիցը փորձեց զեկուցել, բայց նրան ասացին, որ ավելի լավ է լռել։ Մի շաբաթ հետո նրան առաջարկեցին պատվավոր ընտանեկան ծոցում հրաժարական կամ սպասել ավելի վատ բաներին։ Նա ընտրեց հրաժարականը։ Ինչ-որ մեկը չուզում էր, որ ճշմարտությունը երբևէ իմացվի։ Ինչ-որ մեկը ջնջում էր հետքերը համակարգված եւ մանրամասն։ Եվ այդ մարդը ուներ բավական իշխանություն, որ մուտք գործի հատուկ ծառայությունների ամենագաղտնի արխիվը եւ հեռացնի այն ապացույցները, որոնք կարող էին քայքայել նրան։ Բայց մի փոքր հետք մնաց։ Մի արխիվատուն, ով աշխատում էր գիշերային հերթափոխում, հիշեց, որ նա պատահաբար տեսավ այդ պաշտոնականի պայուսակում մի թղթի ծայրը, որի վրա նա հստակ տեսավ 2 բառ. տոքսիկոլոգիական վերլուծություն։ Տոքսիկոլոգիական վերլուծություն։ Այսինքն, թույների վերլուծություն։ Այսինքն, մեկը փորձել էր բացահայտել, արդյոք Գալուստ Սահակյանը թունավորվել է։ Եվ այդ վերլուծությունը հիմա անհետացել էր, միասին 72 էջերի հետ։ Ով ուներ բավական իշխանություն, որպիսի մուտք գործի անվտանգության ծառայությունների արխիվները։ Ով ուներ բավական մոտիվացիա, որպիսի ոչնչացնի այդ էջերը։ Եվ ամենակարևորը, ինչու այդ էջերը այնքան վտանգավոր էին, որ նրանք պետք է անհետացնվեին։ Պատասխանը հանգում է մեկ հարցի. ով օգտվեց Գալուստ Սահակյանի անկումից։ Երբ Գալուստ Սահակյանը մահացավ 1994-ի նոյեմբերի 13-ին, մի մարդ ստացավ ամեն ինչ։ Նրա քաղաքական պաշտոնը, նրա տնտեսական կապերը, նրա ազդեցությունը հանրապետական կուսակցության ներսում, նրա գաղտնի հաշիվները արտերկրում, որոնց մասին պաշտոնապես ոչ ոք չգիտեր, բայց բոլորը կասկածում էին։ Մեկ մարդ, ով մինչ այդ եղել էր երկրորդ պկրորդ պլան, հանկարծ դարձավ առաջատար։ 1992-ի հուլիսի 25-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Գալուստ Սահակյանը կորցնում է ինքն իրեն, նրա կինը առաջին անգամ համաձայնվեց խոսել հարցազրույց տալու։ Ոչ լրագրողների հետ, ոչ հեռուստատեսության համար, այլ մի հին ընկերոջ հետ, նոտարին, ում նա վստահում էր 25 տարի։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ նրանց տան պարտեզում, երբ Գալուստը քնած էր։ Նրա ձայնը դողում էր, բայց խոսքերը հստակ էին։ Նա պատմեց այն մասին, ինչը երբեք չէր ասել ոչ ոքի, այն մասին, ինչը տարիներ տանջել է նրան ամեն գիշեր, երբ նա լսում էր ամուսնու շնչառությունը հարևան սենյակից։ Նա պատմեց, որ Գալուստը 1992-ի սկզբներին, երբ դեռ կարողանում էր մի փոքր խոսել, մի օր գրեց նրան նամակ։ Այո, գրեց, ձեռքով, թեև դա տևեց նրան 3 ժամ, եւ տառերը պլպլում էին թղթի վրայով, ասես գրված երկրաշարժի ժամանակ։ Այդ նամակում Գալուստը գրել էր մեկ նախադասություն, որը նրա կինը հիշում է բառացիորեն։ Եթե ես չեմ վերադառնում իմ միտքը, խոստացիր ինձ, որ կքննես գործը որպես սպանություն, ոչ թե որպես հիվանդություն։ Նրա կինը կարդաց այդ բառերը եւ զգաց, թե ինչպես է սառչում արյունը նրա երակներում։ Նա փորձեց հարցնել Գալուստին, թե ինչու է նա այդպես գրում, բայց Գալուստն այլևս չէր կարող պատասխանել։ Նա նայում էր նրան դատարկ հայացքով, ասես չէր հասկանում, թե ինչ նամակի մասին է խոսքը։ Այդ նամակը նա պահեց իր անկողնու տակ եռամեսյակ, մինչև մի օր երեխաները գտան եւ պահանջեցին այն ոչնչացնել։ Նրանք վախենում էին, որ եթե ինչ-որ մեկը կարդա այդ բառերը, ամբողջ ընտանիքը կդառնա թիրախ։ Բայց կինը չանեց։ Նա թաքցրեց նամակը այլ տեղում։ Եվ հիմա, 20 տարի անց, այդ նամակը դեռ գոյություն ունի։ Նա ցույց տվեց այն նոտարին։ Գրաֆոլոգիական փորձաքննությունը հաստատեց այդ Գալուստի ձեռագիրն էր, թեև խիստ փոփոխված դողով եւ անկայունությամբ, բայց բառերը հստակ էին։ Գալուստ Սահակյանը նույնիսկ իր հիվանդության առաջին փուլում կասկածում էր, որ իր վիճակը ոչ թե բնական էր, այլ ստեղծված։ Ինչու նա այդպես կարծում էր։ Ինչ նա գիտեր, որ մենք չգիտենք։ Նրա կինը շարունակեց պատմել։ Նա հիշում էր 1991-ի ամառ, երբ Գալուստը վերադարձավ մի երկարատև բանակցությունից Մոսկվայից։ Նա լռում էր 3 օր։ Ուտում էր քիչ, խոսում չէր, անկողնում էր առանց հագուստ հանելու։ 4-րդ օրը նա մտավ սենյակ, որտեղ նրա կինը կարում էր, եւ նստեց նրա կողքին։ Ես տեսա մի բան, որը չպետք է տեսնեի, ասաց նա։ Նրա կինը դադարեցրեց կարելը եւ սպասեց, բայց Գալուստը այլևս չասաց ոչինչ։ Նա պարզապես նայում էր դեպի լուսամուտը եւ նրա աչքերում կար վախ։ Ոչ թե անհանգստություն, ոչ թե մտահոգություն, այլ հենց վախ։
Մարդ, ով երբեք չէր վախեցել ոչ wokից, ով դիմագրավել էր քաղաքական ճգնաժամներ, տնտեսական փլուզումներ, ընտրական պարտություններ, հանկարծ նստած էր եւ դողում էր։ Հետո նա վեր կացավ եւ հեռացավ, եւ երբեք այլևս չխոսեց այդ ուղևորության մասին։ Բայց նրա կինը գիտեր, հենց այդ օրվանից սկսվեց փոփոխությունը։ Գալուստը դարձավ ավելի զգուշավոր, ավելի փակ, ավելի անվստահ։ Նա սկսեց ստուգել իր ուտելիքը առաջ քան ճաշակելը։ Նա փոխեց իր անձնական վարորդին, նա դադարեցրեց հանդիպումները որոշակի մարդկանց հետ, եւ նա սկսեց պահել մի փոքր դեղատուփ իր քիսպայուսակում, մշտապես իր հետ, նույնիսկ երբ գնում էր հարմարավետություն։ Ինչ էր այդ դեղատուփում։ Նրա կինը երբեք չիմացավ, որովհետև Գալուստը հրաժարվեց ցույց տալ։ Նոտարը հարցրեց, արդյոք նա փորձեց գտնել պատասխաններ։ Նրա կինը լռեց երկար։ Հետո ասաց. Ես վախեցա։ Վախեցա, որ եթե սկսեմ փորել, կգտնեմ ավելի վատ բան, քան կարծում էի։ Վախեցա, որ եթե իմանամ ճշմարտությունը, չկարողանամ ապրել դրա հետ։ Արդյոք լռությունը ավելի լավ է, քան սարսափելի ճշմարտությունը։ 1991-ի սեպտեմբերին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, բայց արդեն ճաքեր էին երևում նրա պատերում, Գալուստ Սահակյանը ստացավ հրահանգ։ Հրահանգ, որը չեկավ թղթով, չեկավ պաշտոնական հեռագրով, այլ բերեց մի մարդ, ով եկավ գիշերվա 2 ժամին եւ հեռացավ 5 րոպե հետո։ Այդ հրահանգը պարզ էր։ Երևանի տակ կար թունելնորի ցանց, որը կառուցվել էր տերխորհրդային տարիներին, որպես ապաստանարան ատոմային պատերազմի դեպքում։ Գալուստը իր պաշտոնի շնորհիվ պետք է ստանար մուտքի իրավունք այդ թունելներ։ Նրան տրամադրվեցին քարտեզներ, ծածկագրեր, մուտքի կետերի ցուցակ։ Դա հրահանգ էր, որը տրվեց ոչ պաշտոնապես, բայց պարտադրաբար։ Գալուստը հասկացավ, սա ապահովության միջոց է, փախուստի ուղի, եթե իրավիճակը դառնա անվերահսկելի։ Նա ուսումնասիրեց քարտեզները։ Նա գիտեր, թունելները սկսվում էին 6 կետերից Երևանի տարբեր մասերում, եւ բոլորը հանգում էին մեկ կենտրոնական բունկերի, որը գտնվում էր քաղաքից դուրս, լեռների թաքնված հատվածում։ Այդ բունկերում կային պաշարներ, սնունդ, ջուր, դեղորայք, հաշվարկված 200 հոգու համար 3 ամիս։ Գալուստը երբեք չօգտագործեց այդ թունելները, բայց նա սկսեց վարվել այնպես, ասես ինչ-որ մեկը հետապնդում էր նրան։ Նրա անձնական պահակը նկատեց, որ Գալուստը սկսեց տանը մնալ ավելի երկար։ Նա դադարեցրեց արտահանրային միջոցառումների մասնակցությունը։ Նա մերժեց հրավերներ, որոնք նախկինում միշտ ընդունում էր։ Երբ նա գնում էր խորհրդարան, նա պահանջում էր, որ նրա մեքենան փոխեր երթուղին ամեն անգամ։ Երբ նա նստում էր իր կաբինետում, նա ստուգում էր, թե արդյոք պատուհանների վարագույրները բավականաչափ հաստ են։ Պարանոյա, թե իրական վտանգի նախազգացում։ Նրա անձնական օգնանկանը, որը աշխատում էր նրա հետ 5 տարի, սկսեց նկատել ավելի տարօրինակ բաներ։ Գալուստը սկսեց գրել նշումներ ծածկագրերով։ Ոչ թե բարդ ծածկագրեր, այլ պարզ փոխարինումներ, թվեր տառերի փոխարեն, անգլերեն բառեր հայերենի փոխարեն։ Երբ օգնականը հարցրեց, թե ինչու է դա անում, Գալուստը պատասխանեց, որովհետև պատերը ականջ ունեն։ Օգնականը կարծեց, որ դա փիլիսոփայական արտահայտություն է, բայց հետո նա գտավ, որ Գալուստը իսկապես հավատում էր, թե իր կաբինետը լսարկվում է։ Նա մի անգամ տեսավ, թե ինչպես Գալուստը փորում էր պատի ետևը հեռախոսի միկրոֆոն փնտրելու համար։ Սա հիվանդություն էր։ Սա սկիզոֆրենիայի նշաններ էին։ Կամ էլ Գալուստը գիտեր ինչ-որ բան, որ մնացածը չգիտեին։ 1992-ի ապրիլին, երբ Գալուստի վիճակը սկսեց արագորեն վատանալ, նրա անձնական պահակը հայտնաբերեց, որ Գալուստը ամեն օր, երբ ոչ ոք չէր նայում, բացում էր իր սեփական դիսպանսերից ծանր քարը։ Այդ դիսպանսերը կապված էր հենց այդ թունելների մուտքի կետերից մեկի հետ։ Պահակը մի օր հետևեց նրան։ Նա տեսավ, թե ինչպես Գալուստը իջավ թունելի մուտք եւ մնաց այնտեղ 30 րոպե։ Երբ նա վերադարձավ, նրա դեմքը թաց էր քրտինքից, թեև թունելը սառն էր։ Եվ նրա աչքերում կար մի արտահայտություն, որը պահակը նկարագրում է որպես վախճան։ Ինչու Գալուստը ստուգում էր այդ թունելները։ Արդյոք նա պլանավորում էր փախչել, թե նա պարզապես ուզում էր համոզվել, որ ելքը դեռ բաց է, եթե ամեն ինչ փլվի։ Բայց փլվելու ինչն էր։ Իշխանությունը, համակարգը, թե նրա սեփական միտքը։ Մի նախկին անվտանգության աշխատակից, ով հիմա թոշակի է գնացել, պատմում է, որ այդ թունելները նույնպես սկսեցին հետաքննվել 1992-ի վերջերին, ոչ թե պաշտոնապես, այլ գաղտնիորեն։ Ինչ-որ մեկը ուզում էր իմանալ, թե ով ունի մուտք, ով գիտի կոդերը, ով կարող է օգտվել այդ ելքից։ Եվ երբ հայտնաբերվեց, որ Գալուստը եղել է վերջին մարդը, ով ստուգել է այդ մուտքերը, ուրեմն ինչ-որ մեկը զգաց անհանգստություն։ Ինչու Գալուստը վարվում էր այնպես, ասես նախապատրաստվում էր փախուստի։ Ինչ նա գիտեր, որ ստիպում էր նրան անընդհատ ստուգել փրկության ճանապարհները։
Դավաճանությունը կարող էր գալ ցանկացած պահի, իսկ գալուստը գիտեր, որ երբ դա կգա, ժամանակ չի լինի։ Բայց նա չգիտեր, որ դավաճանությունը չի լինել կրակոցով կամ դանակով, այլ ներարկումով, որը կլուծի նրա ինքնությունը ներսից։ 1994-ի նոյեմբերի 12-ին Գալուստ Սահակյանին տեղափոխեցին հիվանդանոց վերջին անգամ։ Նա այլևս չէր շնչում ինքնուրույն։ Նրա սիրտը աշխատում էր անկանոն։ Նրա երիկամները հրաժարվում էին։ Նրա ուղեղը, այդ մարմինը, որը մեկ ժամանակ վերահսկել էր հարյուրավոր որոշումներ, այժմ գտնվում էր մի վիճակում, որը բժիշկները նկարագրում էին որպես բուսական։ Նրա վերջին 24 ժամերը վերականգնված են ըստ բժշկական ամսագրերի, այցելուների գրանցամատյանի և երրորդ անձանց հիշողությունների։ Սա հրոնիկան մի կյանքի, որը աստիճանաբար անջատվում էր իր մարմնից։ Նոյեմբերի 12-ի առավոտը ժամը 7-ին բժիշկները փոխեցին նրա թթվածնի փականը։ Նրա արյան ճնշումը սկսեց անկում ցույց տալ։ Նրա մաշկը դարձավ ցամաք։ Նրա աչքերը, որոնք չէին փակվում լիովին, նայում էին առաստաղը, անշարժ, անցանկալի։ Ժամը 9-ին եկավ նրա կինը։ Նա նստեց նրա կողքին և բռնեց նրա ձեռքը։ Այդ ձեռքը, որը մեկ ժամանակ ստորագրել էր օրենքներ, սեղմել էր այլ ձեռքեր, ցույց տվել էր ուղղությունը հարյուրավոր մարդկանց, այժմ թույլ և սառը էր։ Նա փսփսեց նրա անունը։ Ոչ մի պատասխան։ Նա փսփսեց նորից լռություն։ Բայց հենց մի վայրկյան նրա մատները շարժվեցին, շատ մի քիչ, և կինը զգաց, թե ինչպես է ճզմվում նրա սիրտը։ Արդյոք դա անգամ ռիֆլեքս էր, թե Գալուստի ինչ-որ հատված դեռ ներկա էր այնտեղ, խորքում, փորձելով հաղորդակցվել։ Ժամը 12-ին մտավ նրա որդին։ Նա չնստեց։ Նա կանգնեց հեռվից և նայեց այդ մարմնին, որը մեկ ժամանակ եղել է նրա հայրը։ Նա փորձեց գտնել բառեր, բայց բառերը խեղդվում էին նրա կոկորդում։ Ինչ ասես մարդուն, ով այլևս չի լսում։ Ինչ ասես հոգուն, որը արդեն ճանապարհին է դեպի ուրիշ աշխարհ։ Ժամը 2-ին արյան ճնշումը կրկին անկավ։ Բժիշկները փորձեցին կայունացնել նրան, բայց մարմինը այլևս չէր արձագանքում բուժմանը։ Սիրտը դանդաղում էր, շնչառությունը ընդհատվում էր երկար ընդմիջումներով։ Բժիշկները նայեցին միմյանց։ Նրանք գիտեին, թե ինչ է գալիս։ Ժամը 5-ին նրա ամբողջ ընտանիքը հավաքված էր սենյակում։ 7 հոգի, 7 սեր, 7 սրտով, որոնք կոտրվում էին միասին։ Նրանք չխոսեցին։ Նրանք պարզապես սպասեցին։ Եվ սպասելն էր ամենածանր բանը, որ նրանք երբևէ արել էին։ Ժամը 6:30 րոպեին սիրտը դադարեցրեց իր կանոնավոր զարկերը։ Մոնիտորը ցույց տվեց գիծ, որը սկսեց դողալ, աստիճանաբար դարձնելով անհավասար։ Բժիշկը նայեց ժամամացույցին։ Ընտանիքը մերձեցավ։ Յուրաքանչյուրը դիպավ նրան վերջին անգամ, ճակատին, ձեռքին, մազերին։ Ժամը 6:45-ին սիրտը դադարեցավ։ Գալուստ Սահակյանի աշխարհային ճանապարհը ավարտվեց այնպես՝ լուռ, մեղմ, առանց դրամատիկ վերջին խոսքերի, առանց վերջին արտասուքների։ Պարզապես մի շունչ, որը չհետևեց հաջորդը։ Մի զարկ, որը չկրկնվեց։ Բայց մահը չի վերջացնում հարցերը։ Հակառակը, մահը բացում է նոր դուռներ, որոնց հետևում կան գաղտնիքներ, որոնք մնացին անթաղված։ 3 օր հետո Գալուստ Սահակյանին թաղեցին Երևանի հյուսիսային գերեզմանատանը, քաղաքական գործիչների բաժնում։ Հարյուրներով մարդիկ եկան տալու վերջին հարգանքը։ Կամ գուցե նրանք եկան համոզվելու, որ իսկապես վերջացավ, որ դարձը փակվեց, որ գաղտնիքները հիմա ապահով թաղված էին հողի տակ։ Նրա ընտանիքը վերադարձավ տուն, և այն տունը դարձավ թանգարան։ Ամեն ինչ մնաց այնտեղ, որտեղ Գալուստն էր թողել։ Նրա գրասենյակը, նրա գործիքները, նրա անավարտ նախագծերը։ Կինը մի տարի շարունակ չկարողացավ մտնել այդ սենյակ։ Երբ վերջապես մտավ, նա գտավ մի ծրար, թաքնված նրա աթոռի ներքևում։ Այդ ծրարում եղան թղթեր, որոնք նա երբեք չէր տեսել։ Եվ եթե նրանք պարունակում էին այն ամենը, ինչ Գալուստը փորձել էր պաշտպանել, ապա ինչու նա չտվեց դրանք բոլոր այն տարիների ընթացքում։ Ինչու նա սպասեց մինչև վերջը։ Նրա քաղաքական ժառանգները, այդ մարդիկ, ովքեր նախկինում նրան հետևում էին անվերապահորեն, արագ գտան նոր լիդերներ։ Մարդկությունը կարճ հիշողություն ունի, երբ խոսքը քաղաքականության մասին է։ Տարի անց Գալուստ Սահակյանի անունը հիշատակվում էր միայն պատմության դասագրքերում, որպես մի ֆիգուր, ով եղել է անցումային դարաշրջանում, բայց ոչ թե որպես զոհ մի ավելի մեծ խաղի, որը դեռ շարունակվում է։ Այն 6 մարդիկ, ովքեր լռեցին, դեռ ապրում են։ Յուրաքանչյուրը շարունակում է իր կյանքը, բայց յուրաքանչյուրը կրում է մի բեռ, որը երբեք չի թեթևանա։ Ոմանք խմում են ավելի շատ, քան պետք է, ոմանք չեն քնում գիշերները, ոմանք պարբերաբար այցելում են եկեղեցի և խոստովանում մեղքերը, որոնք երբեք չեն ներվի իրենց։ Որովհետև նրանք գիտեն, եթե նրանք խոսեին, գուցե Գալուստը կարողանար փրկվել։
բայց նրանք չխոսեցին։ Եվ հիմա նրանք պետք է ապրեն այդ որոշման հետ մինչև իրենց սեփական վերջը։ Բայց գլխավորը 7-րդ մարդը, այն մարդը, ով կազմակերպեց ամեն ինչը, ով տվեց հրահանգները, ով ապահովեց, որ ամեն հետ կճնջվի։ Սա մարդն այսօր նստած է ուրիշ կաբինետում, ունի ուրիշ պաշտոն, վերահսկում է ուրիշ գործողություններ։ Եվ նա գիտե, որ նրա գաղտնիքը ապահով է, որովհետև բոլորը, ովքեր կարող էին խոսել, կամ վախենում են, կամ արդեն հեռացել են այս աշխարհից։ Բայց մնում է մի հարց, որը երբեք չի լռի։ Մի հարց, որը տանջելու է յուրաքանչյուրին, ով գիտի ճշմարտությունը։